Ողջույն սիրելի հետևորդներ, Գայանե Շարվեզյանի YouTube-յան ալիքում այսօր որևէ հաղորդաշարի թողարկում չէ։ Սիրելիներս, ես այսօր բազմաթիվ հետևորդների խնդրանքով նկարահանում եմ մի շատ կարևոր հոլովակ, տեսանյութ, որտեղ խոսվելու է on-line տարբերակով, on-line հավելվածներով դեղորայք եւ վիտամիններ պատվիրելու մասին։ Ուրեմն վերլուծելով YouTube-յան անալիտիկան, մեկնաբանությունների բաժինը, սիրելի հետևորդներ, ես հաշվարկ եմ արել ուղիղ 1500-ից ավել հետևորդ ինձ այս հարցը ուղղել է։ Խոսքը կոնկրետ վերաբերվում է Wildberries-ին, պատվիրենք արդյոք Wildberries-ից դեղորայք եւ վիտամիններ, թե ոչ։ Ուրեմն սիրելի հետևորդներ, ոչ միայն ես այսօր այս տեսանյութի ընթացքում տալու եմ ձեր հարցի պատասխան, այլև մի քանի կարևոր հավելումներ եմ անելու ինքս իմ կողմից ձեր իսկ իմացության եւ ապահովության համար։ Ուրեմն տեսեք, մենք ապրում ենք 21-րդ դարում եւ բոլորդ էլ քաջատեղյակ եք, թե ինչ սրընթաց արագությամբ տեխնոլոգիաները զարգանում են, ժամանակները փոխվում են, ամեն ժամանակ թելադրում է իր տեխնիկան, իր կատեգորիան, անընդհատ մենք կատարելագործվում ենք եւ այլն եւ այսպես շարունակ։ Օրինակ 5 տարի առաջ, եթե համեմատական կարգով նայենք, երևի թե Հայաստանում հատուկենտ մարդիկ կլինեին, ովքեր ինտերնետով կամ թեկուզ 5 չէ, 10 տարի առաջ, լավ, այսպես ձևակերպեմ օրինակը, ովքեր ինտերնետով պատվիրում էին ինտերնետ խանութներից, հա, ինտերնետ մագազինի, ռուսերեն մեջ բերում անեմ, ովքեր պատվիրում էին դեղորայք վիտամիններ եւ ինչու ոչ միայն վիտամիններ, այլ նաեւ հագուստ, կոշիկ եւ նմանատիպ այլ աքսեսուարներ ու պարագաներ։ Հատուկենտ մարդիկ կգտնվեին Հայաստանում։ Այսօր, քանի որ գնալով ամեն ինչը թվայնացվում է, աշխարհը գնում է դեպի թվայնացում, սա որևէ մեկի խոսքերը չէ, ես ինքս եմ հանգել, ինքս եմ այդ կարծիքը կազմել, որ աշխարհը գնում է դեպի թվայնացում։ Ամեն ինչը գնալով ավտոմատացվում է եւ քանի գնում վերանում է մարդկային գործոնը։ Սա ունի ինչպես իր դրական, այնպես էլ իր բացասական կողմերը։ Ամեն դեպքում չեմ ուզում թեմայից շեղվեմ, որովհետև եթե շեղվենք, շատ երկար կարելի է մարդկային գործոնի մասին խոսել, որովհետև անընդհատ թեմա կա խոսելու։ Ուրեմն սիրելի հետևորդներ, ինչ վերաբերվում է Wildberries-ից դեղորայք պատվիրել կամ չպատվիրելու, կամ վիտամիններ պատվիրել կամ չպատվիրելու։ Ես ինքս պետք է ձեզ ասեմ, որ ոչ միայն Wildberries-ի, այլ այն բոլոր ինտերնետ խանութները դուք բոլորը շատ լավ գիտեք, Temu, Ozon, Wildberries, Onyx եւ այլն, այդ բոլոր հարթակներից ես ինքս էլ օգտվում եմ, ինքս էլ պատվիրում եմ եւ հագուստ եւ կոշիկ, տարբեր աքսեսուարներ, տարբեր ապրանքներ, պարագաներ, նույնիսկ այնպիսի բաներ են պատվիրում, որոնք Երևանի խանութներում թափված են, բայց ինչ պատճառներով են պատվիրում, չեմ գնում Երևանի խանութներից, ոչ միայն գնային առումով, այլ նաև ինչու՞ չէ սպասարկման առումով, որովհետև խանութը կարա լինի շատ լավը, բայց ձեզ այնտեղ 0 մակարդակով սպասարկեն եւ դուք այլևս երկրորդ անգամ չցանկանաք այդ խանութը մտնելու։ Որևէ անուն ես չեմ տալիս, ես ուղղակի այսպես գլոբալ մասշտաբով ձեզ ներկայացնում եմ։ Ինչպես արդեն ասացի, մենք հաղորդաշարից դուրս ենք այսօր հանդիպել բազմաթիվ հետևորդների խնդրանքով։ Ուրեմն տեսեք, սիրելի հետևորդներ, ես շատ նորմալ եմ համարում, ինքս էլ ժամանակակից մարդ եմ, հետամնաց որևէ հայացքներ չունեմ, նախկին դարաշրջանից եկող, ինքս էլ կողմ եմ, որ մենք ինտերնետով ինչ-որ ապրանքներ պատվիրենք, դա նորմալ է, դա կարող է լինել հագուստ, դա կարող է լինել կոշիկ, կարող է լինել, ենթադրենք, բջջային հեռախոսի պատյան, կարող է լինել բաժակ, լամպ, ինչու՞ չէ գրենական պիտույքներ եւ այլն եւ այլն եւ այլն։ Բայց ինչ վերաբերվում է դեղորայքին եւ վիտամիններին։ Ուրեմն եկեք մի հատ տարանջատենք նախ եւ առաջ դեղորայքը վիտամիններից, որովհետեւ դեղորայքը դա լրիվ ուրիշ հասկացողություն է, վիտամինները ուրիշ հասկացողություն է, կենսաբանական ակտիվ հավելումը լրիվ ուրիշ հասկացողություն է։ Բոլորիդ հայտնի ԲԱԴ-երը։ ԲԱԴ-ը դա ռուսերեն հապավումն է, биологически активные добавки։ Ուրեմն տեսեք, կա մի այսպիսի հստակ վաղուց արդեն սևը սպիտակի վրա գրված, տպված, հաստատված օրենք,
Եվ այդ օրենքը գործում է ոչ միայն Հայաստանի Հանրապետությունում, այլև ամբողջ աշխարհում։ Խոսքը վերաբերվում է դեղագործական շուկայում դեղերի ներմուծմանը եւ ներմուծմանը վերաբերվող մի շատ կարևոր կետի, որը ես հատ կարող եմ Հայաստանի դեղատների ցանցերը ցիտել, հատ ձեզ ասել, որոնք են այդ ցանցերը, որոնք ռեալ 100%-անոց անվերապահորեն պահում են այդ կանոնները, բայց եթերով չեմ ասի, եթե ուզենաք ինչ-որ ինֆորմացիա ստանաք, ինձ գրեք անձնական նամակով, որ թյուրըմ բռնում չլինի, չմտածեն, որ իմ ալիքում գովազդում ենք որևէ դեղատնային ցանցի, ոչ, գլոբալ մասշտաբի է սա, ձեր հարցի պատասխանը իր մեջ շատ ենթավերնագրեր է, ուրեմն պարունակում, ինչ էի ասում, ուրեմն վիտամիններ, դեղորայքներ և կենսաբանական ակտիվ հավելումներ, սիրելի հետևորդներ, ընդհանրապես դեղ հասկացողությունը տարանջատվում է վիտամիններից և կենսաբանական ակտիվ հավելումներից, դեղորայքը միդիկամենտի, այսպես ասեմ, որտեղ շատերին այդ բառն է ծանոթ, դեղորայքը նախ եւ առաջ բացաթողնվում բժշկի դեղատոմսով, սա առաջինը, երկրորդը, որևիցե դեղորայք, որը գրանցված է թե Հայաստանում, թե այլ երկրներում, գրանցված է որպես դեղամիջոց, երբեք չեք կարող պատվիրել ինտերնետով, կլինի վայլպերիս, կլինի որևէ այլ հարթակ կապ չունի, հատկապես եթե, շեշտում եմ, դեղերը բաց են թողնվում բժշկի դեղատոմսով, նեյրոլեպտիկներ, կենտրոնական նյարդային համակարգի ազդեցության դեղեր, սիրտանոթային համակարգի ազդեցության դեղեր, ճնշում, շաքարային դիաբետ, օնկոլոգիական դեղամիջոցներ, քիմիոթերապևտիկ դեղամիջոցներ, հատուկ նշանակության իմունոգլոբուլիններ, իմունիտետ բարձրացնող ներարկումներ եւ այլն, այս շարքը անվերջ կարելի է ցիտել։ Ուրեմն նմանատիպ դեղերը դուք երբեք չեք կարող ինտերնետով պատվիրել, եթե նույնիսկ ստացվի էլ պատվիրել ու դա գահացնի Հայաստան, ես բացառում եմ այդ դեղորայքի ընդունումը, ինչու, մի պարզ պատճառով։ Երբ որ դուք դեղը պատվիրում եք օնլայն, դուք երբեք չեք իմանա տվյալ դեղը արդյոք պահվում է ճիշտ ջերմաստիճանում տեղափոխման ժամանակ։ Ինչու, որովհետև եթե խոսքը վերաբերվում է դեղորայքներին, դեղորայքը պարտադիր պետք է պահվի ճիշտ ջերմաստիճանով։ Ես ինքս նախ եւ առաջ դեղագործ եմ եղել, հետո դարձել եմ դեղագետ, այնուհետև դարձել եմ կոսմետոլոգ։ Դեղագործ լինելու տարիներին ես անցել եմ շատ գործարաններով, շրջել եմ, պտտվել եմ, եղել եմ շրջիկ դեղագործ, աշխատանքային փորձն էլ քիչ չէ, 5 տարի է դեղագործական ուրեմն գործարաններում, մինչև դեղագետ դառնալս, որովհետև դեղագետը դեղագործից տարբերվում է, դեղագետը մի աստիճան, մի level ավելի բարձր է, քան դեղագործը։ Չնայած Հայաստանում այդպես էլ դեղագործին դեղագետից տարանջատել չսովորեցին, ոչ բնակչությունը, ոչ էլ ղեկավարությունը, ինչը շատ ցավալի է։ Ուրեմն շատ կարևոր է ջերմաստիճանի պահպանումը։ Ինքս երբ որ դեղագործ էի նորավարտ, երբ որ շրջում էի դեղագործական գործարաններում, ընդհանուր համաշխարհային դեղագործական շուկան շատ լավ ուսումնասիրելով, պրակտիկա հավաքելով, փորձ ձեռք բերելով, համոզվեցի, որ շատ ընկերություններ կան, որոնք իրոք եւ խստագույնս պահպանում են այդ կանոնները։ Օրինակ, ենթադրենք դուք վերցնում եք արտաքին օգտագործման համար Հայաստանի Հանրապետության Արփիմեդ դեղագործական գործարանի արտադրած հիդրոկորտիզոն քսուկը։ Հիդրոկորտիզոնը արտաքին օգտագործման, սիրելի հետևորդներ, պահպանվում է մինչև 15 աստիճան Ցելսիուս ջերմաստիճանում, այսինքն դեղը համարվում է սառնարանային։ Երբ որ տվյալ դեղը պահեստից տեղափոխվում է, ներողություն, պահեստից չէ, գործարանից գնում է համապատասխան դեղատան պահեստ կամ դեղատնային ցանցի պահեստ, պահպանվում է դրա ջերմաստիճանը ճանապարհի ընթացքում։ Երբ որ դա պահեստից հասնում է դեղատուն, կրկին պահպանվում է դրա ջերմաստիճանը, դեղատուն հասնելուց հետո դեղագործը, դեղատան աշխատակիցը պարտադիր պահպանում է դեղի ջերմաստիճանը, դեղը դնելով սառնարանում։
նոր դեղը հասնում է սպառողին, իսկ երբ որ հասնում է սպառողին, դեղատան աշխատակիցները, այստեղ արդեն կապ չունի դեղագործ կլինի, դեղագետ կլինի, ավագ դեղագետ, գլխավոր դեղագետ, մենեջեր, թե տնօրեն նույնիսկ, էական չի, պարտավոր է հաճախորդին սպառողին տեղեկացնելու, որ գիտեք ինչ, այս ինչ պրեպարատը դուք պետք է պահեք սառնանը, որովհետև կարգը այդպես է, կամ բացելուց հետո դեղը ենթադրենք պիտանելի է 6 ամսվա ընթացքում, այսինքն դեղը բացելուց հետո պետք է 6 ամսվա ընթացքում օգտագործեք, կվերջանա, չի վերջանա դենեք նետում աղբաման։ Սա այսպես։ Համոզված եմ, որ այդ հարցը ինձ գրելու եք, իսկ քանի որ գիտեմ, որ գրելու եք, ես միանգամից ձեր հարցի պատասխանը տամ։ Ինձ հարցնելու եք արդյոք Հայաստանի բոլոր դեղատները պահպանում են այդ ռեժիմը։ Ուրեմն սիրելիներս, կեսը պահպանում են, կեսը ոչ։ Ես նորից եմ ասում, անուններ չեմ տալու, չեմ շեշտելու, թե ովքեր են պահպանում, ովքեր չեն պահպանում, ես դա շատ լավ գիտեմ։ Խոսքը վերաբերվում է թե անհատ դեղատներին, թե դեղատնային ցանցերին։ Հավաստիացնեմ, որ դեղատնային ցանցերը ավելի լավ են աշխատում, ավելի ճիշտ են աշխատում, ավելի ըստ ստանդարտի, ըստ օրենքի են աշխատում, քան անհատ ձեռնարկատերերը, որովհետև Հայաստանի Հանրապետության մասշտաբով այսօր շատ անհատ ձեռնարկատերեր գրպանում ունեն փող, գումար, բայց գլխում չունեն համապատասխան ուրեմն գիտելիք, բժշկական գիտելիք, ինչը շատ ցավալի է, որովհետև մարդկանց թվում է, եթե իրանք շատ գումար ունեն, իրանք դեղատուն բացեն, իրանք կարող են այդ դեղատնով շատ մեծ փողեր աշխատել, գումարներ վաստակել, բայց չեն մտածում, որ առաջինը իրանք հանդիսանում են բժշկական ոլորտում գործունեություն ծավալող, իսկ եթե միտեղ կա բժշկություն, բժշկական ոլորտ, այստեղ պարտավոր են ամենաառաջինը հոգ տանել հիվանդի անվտանգության եւ առողջության մասին, ինչը ցավոք, ես ցավով եմ սա արձանագրում, մեր օրերում, մեր երկրում գտնվում է բարձի թողի վիճակում։ Ես իմ բոլոր ասացների տակ 1000 անգամ կարող եմ ստորագրել եւ իմ բոլոր ասացների համար պատասխանատու եմ։ Սա այսպես զուտ ձեր իմացության համար։ Ուրեմն սիրելիներս, իմ խորհուրդը ձեզ։ Եթե դուք պատվիրում եք վիտամիններ կամ կենսաբանական ակտիվ հավելումներ, մի պատվիրեք որտեղից պատահի, երբ պատահի, ինչպես պատահի, կամ եթե ինչ-որ վառվող առաջարկի մասին եք լսում, ենթադրենք 25,000-անոց արժողությամբ դեղը, ավելի ճիշտ դեղը չէ, վիտամինը կամ ակտիվ հավելումը կենսաբանական, ենթադրենք 25,000-անոց տուփը, որի մեջ 200 դեղահաբ է, հանկարծ դառնում է 5,000 դրամ։ Մի խափնվեք նման տիպի ակցիաներին օնլայն հարթակներում, որովհետև շատ մեծ է խաբեությունը։ Հիմա տեսեք, ուրեմն այս օմեգան, օմեգա 3 1000 միլիգրամ fish oil, այն օմեգանը, որը ես արդեն 3 ամիս է ընդունում եմ։ Արտադրողը Ամերիկայի Միացյալ Նահանգներն է, այս դարձերեսին, տեսեք, անգլերեն է ամբողջը գրված, Made in USA, իսկ այս հատվածում փակցված է հայաֆիկացումը։ Այս հայաֆիկացումը պարտադիր է, որովհետև դրսից ներկրվող վիտամինը ինքը բադ է համարվում։ Վիտամին կլինի, բադ կլինի, կապ չունի, եթե դեղորայք չի հանդիսանում, որտեղ ինքը դեղորայք չի հանդիսանում։ Հայաֆիկացումը պարտադիր փակցված, որովհետև առանց սրա տվյալ ընկերությանը կտուգանեն, եթե հայաֆիկացում չունենա տվյալ պրոդուկտը։ Եվ եթե նկատեցիք QR կոդը։ Ուրեմն սա ես գնել եմ, արժեքը չեմ ասի, որովհետև ես գնային տեղեկատվություն աշխատում եմ օնլայն չիրականացնել։ Ինչու, որովհետև մեզ մոտ Հայաստանում դեղերի գները IS մակարդակում են, երկու դեղատուն իրար կողքեն, միտեղ այսքան է, միտեղ այսքան է, այդ նորմալ չի։ Ինչու, որովհետև չկա վերահսկողություն։ Պարզ, մատչելի ու ճիշտ պատասխան։ Ուրեմն սա, սիրելի հետևորդներ, ես գնել եմ ԱԿԳ դեղատների ցանցից։ ԱԿԳ դեղատների ցանցը գտնվում է Երևան քաղաքում, քաղաքի տարբեր հատվածներում ունի մասնաճյուղեր ու գնալով ընդլայնվում է։ Ինչու եմ գնել ԱԿԳ դեղատների ցանցից, որովհետև վստահ եմ պրոդուկտի օրիգինալ լինելու վրա։ Ոչ միայն հայաֆիկացում, դե չեմ խոսում էլ ժամկետի մասին, որ պարտադիր ժամկետները վերահսկվում է, QR կոդ եւ մնացած շատ այլ նրբություններ։ Սա, սիրելի հետևորդներ, օնլայն հարթակներում ուղիղ կեսգին, ենթադրենք ինքը արժի, օրինակ 15,000 դրամ, ուղիղ կեսգին ցածր, այսինքն 7,500 դրամ, նույնիսկ 6,000 դրամ,
դրված է on-line ուրեմն խանութներում։ Ինչու ես չեմ գնում, խուսափում եմ, իմ փորձով եմ ձեր հետ կիսվում, որովհետև սիրելի հետևորդներ, վստահ չեմ, որ մեջինը կարող է լինել օմեգա 3։ Տուփը կարող է լինել այն բոլոր ստանդարտներին համապատասխան, որը մեզանից պահանջում է դեղագործական շուկան, բայց չեմ կարող համոզված լինել, որ մեջինն էլ է համապատասխանում Now ֆիրմայի օմեգա 3-ին։ Մարդիկ կարող են վերցնել որևէ այլ էժան արտադրանքի օմեգա 3, որը ենթադրենք գնել են, օրինակ եմ բերում, 1000 դրամով տուփը, լցնեն այստեղ ու on-line հարթակներով ուղարկեն Հայաստան։ Չեմ ասում Wildberries, Onyx, ես խոսում եմ գլոբալ, հարգելի հետևորդներ, դրա համար պետքա լինեք ուշադիր։ Ինչու եմ սա գնել ես ԱԿԳ դեղատների ցանցից, որովհետև վստահ եմ, որ ԱԿԳ-ում չի տիրում հաճախորդին խաբելու նուրբ արվեստը, որովհետև շատ ընկերություններ ու շատ դեղատներ կան, որ կոնկրետ խաբում են հաճախորդներին։ Տրամադրում են օրիգինալ տուփ, բայց մեջը հանկարծ հայտնվում է Թուրքիայից ներմուծված ոչ օրիգինալ, ուրեմն դեղորայք, վիտամին, կենսաբանական ակտիվ հավելում եւ այլն։ Եվ այլն ինչու եմ շատ շեշտում, որովհետև դուք չեք պատկերացնի, թե այս թեմայով ժողովուրդ ջան ինչքան երկար ու մանրամասն կարելի է խոսել։ Քանի որ ինքս էլ այդքան ժամանակ չունեմ, ձեր ժամանակն էլ շատ չեմ ուզում խլել, իմ հորդորը ու խնդրանքը ձեզ նմանատիպ ապրանքները, դա կլինի օմեգա 3, կլինի վիտամին D, կլինի հիալուրոնաթթու, կլինի մագնեզիումի ցիտրատ, տեսեք ինչ անուններ եմ տալիս, սրանք դեղորայք չեն հանդիսանում, կլինի սպիրուլինա, կլինի, ինչ ասեմ, այնտեղ ինչ ունենք, վիտամին C, վիտամին B կոմպլեքս եւ այլն, դուք ինձանից արդեն լավ գիտեք պրոդուկտները, մի գնեք on-line հարթակներով։ Օրինակ, դեպք է գրանցվել մի քանի ամիս առաջ, ինձ գրել էր հետևորդը, իհարկե ես անձամբ չեմ ճանաչում այդ հետևորդին, որպես իրան ճանաչում եմ որպես իմ էջի հետևորդ։ Ինձ գրել էր, որ on-line տարբերակով, եթե անկեղծ իրոք չեմ հիշում ինչ անվանումա տվել, ինչ տեղից է պատվիրել էր օմեգա 3, այս նույն տուփով, նավո արտադրանքի, օմեգա 3 էր պատվիրել, եկել հասել էր տեղ, գնացել էր, վերցրել էր, ստուգել էր, դե հիմա մարդ է ու չի իմանում շատ կանոններ, նորմալ է, որովհետև ոչ բոլոր սպառողներն են, որ ունեն բժշկական կրթություն։ Օրինակ հիմա ինձ դիտում է 35,000 հետևորդ, ակտիվ հետևորդ, 35,000-ն էլ հոչ ունեն բժշկական կրթություն։ Լավ, ենթադրենք 35,000-ից 500-ը ունեցան կամ 1000-ը ունեցան։ Այդ 500-ը կամ 1000-ը տեղեկացված են, լավ գիտեն, ինֆորմացիային տիրապետում են, բա մնացածը, չէ՞ որ մնացածին մենք պետքա տեղեկացնենք։ Մեր գործը հիմնականում կայանում է դրանում, մարդկանց տալ ճիշտ ինֆորմացիա, ոչ թե խաբել, այլ մարդկանց տալ ճիշտ ինֆորմացիա։ Ուրեմն պատվիրել էր, վերցրել էր, տարել էր արդեն տուն, մեկ շաբաթ թե 10 օր, այս բան չեմ հիշում, խմել էր եւ ամիջապես կապնվել էր ինձ հետ։ Նամակ էր գրել ինձ, որ Գայանե ջան, հիմա այսպես հերթով չեմ կարող ցիտել իր խոսքերը, միտքն եմ ընդհանուր ձեզ ասում, ինձ հարցնում էր, որ արդյոք հնարավոր է, որ օմեգա 3 բանկայի մեջ, որ ինքը պատվիրել է այս տարայով, եղել է հենց այս ֆիրմայի, արդյոք հնարավոր է, որ շատ տհաճ հոտ կա, ուրեմն տարայի միջից, այն աստիճանի, որ ինքը նկարագրում է, ասում է կափարիչը բացում է, անմիջապես փակում է, որովհետև չի կարողանում ոչ խմել, տվյալ դեղորայքը ոչ ընդունել, ոչ էլ նույնիսկ հոտ քաշել, այնքան տհաճ է հոտը։ Նորմալ է, թե նորմալ չէ։ Ասեցի, եթե հնարավոր է, մի հատ նկարեք, ուղարկեք, տեսնեմ ինչ եք գնել։ Ուրեմն, սիրելի հետևորդներ, ես ձեզ միանգամից այսպես ցույց տամ, որ դուք պատկերացնեք։ Տեսեք, բաց փայլուն դեղնավուն երանգունի օմեգա 3-ը, բաց դեղնավուն փայլուն։ Իսկ այդ հետևորդի մոտ տվյալ շշով օմեգան, որ ինքը վերցրել էր, այս գույն էր։ Տեսնում եք, այս գույն էր, սա նորմալ չի։ Սա խոսում է այն մասին, որ
Որտեղից որ ինքը պատվիրել է, նախ չի եղել օրիգինալը, սա ես 100%-ով հաստատում եմ, չի եղել օրիգինալը, դա անխոս, դրա մասին խոսք չկա, դա առաջինը, երկրորդը չի պահվել ճիշտ ջերմաստիճան, չգիտես ինչի մարդկանց մոտ կարծիք կա ձևավորված, որ օմեգան պետքա պահեն սառնարանում, ես չգիտեմ, այս անհետ միտքը որտեղից է դուրս եկել, որ օմեգան պիտի պահեն սառնարանում, տանին 12 ամիս, բոլորի տան սառնարանի ջերմաստիճանն էլ չի կարող նույնը լինել, մեկը կա սառնարանի ջերմաստիճանը ենթադրենք 20 է դնում, մեկը 18 է դնում, մեկը 7 է դնում, այդ արդեն կախված է ինչ պարենային մթերք եք դուք պահում սառնարանում, պատկերացնում եք բոլորի տանը նույն պրոդուկտը, ասենք լինի սա օրիգինալ վիճակում գնան գնեն, չիմանալով հանդերձ դնեն սառնարան, ինչ ա լինում պրոդուկտը փչանում է։ Ու իրանք տեղեկացված չլինելով կվազեն դեղատուն, ու այդ դեղատունը կարա լինի իդեալական աշխատող դեղատուն, նորմալ, դեղատանը մեղադրեմ, որ դուք ինձ տվել եք վատ ապրանք, դե արի ու ապացուցի, որ տվյալ դեպքում սխալը որտեղից է գալիս եւ ումից է գալիս։ Այստեղ ձեզ ասեմ, սխալը նախ գալիս է մասնագետները, որ չեն զգուշացնում, որը պետքա սառնարանում պահեն, որը չէ։ Մի քիչ էլ մեր ժողովրդից է գալիս, որովհետև մեր ժողովուրդը լսելու ունակություն չունի։ Մեծամասամբ դեպքերին է սա վերաբերվում, ես չգիտեմ, իմ ասածները թող ընդունեն հիվանդագին։ Էլի կգտնվեն համոզված են որոշ պարապ մարդիկ, որ հիմար մեկնաբանություններ հենց հիմա կգրեն այս տեսանյութի տակ, դա իրենց խնդիրն է։ Ես եթե տեսնում եմ, որ ինձ պետքա բարկացնի այդ մեկնաբանությունը, անմիջապես հեռացնում եմ էջից եւ այլևս չեմ անդրադառնում։ Արդեն չեմ էլ պատասխանում։ Եթե առաջ պատասխանում եմ, հիմա չեմ պատասխանում։ Հիմա միանգամից ջնջում եմ եւ տվյալ գրողին բլոկ եմ անում։ Որովհետեւ ժամանակս թանկ է, որպեսզի ես վատնեմ ապուշների վրա, հատկապես անգրագետ ապուշների։ Սիրելիներս, ասածս ինչն է։ Չեմ ուզում շատ ծավալվեմ, որովհետև թեման անընդհատ թեմա կա խոսելու սրա վերաբերյալ, սրա մասին։ Զգուշ եղեք օնլայն տարբերակներով հավելումներ, վիտամիններ պատվիրելուց։ Ես օրինակ ինքս վալբերիզից շատ եմ օգտվում։ Համարյա թե ամեն շաբաթ վալբերիզի մասնաճյուղից վերցնում եմ տարբեր ապրանքներ, սկսած հագուստից, կոշիկից, վերջացրած շատ ու շատ տարատեսակալ ապրանքներից, բացառությամբ նմանատիպ վիտամինների եւ հավելումների։ Ինչքան էլ ուզում է վալբերիզ կլինի, օզոն կլինի, թեմու կլինի, էժան լինի տվյալ պրոդուկտը, ես աշխատում եմ չպատվիրել, որովհետև ինքս չեմ վստահում, չգիտեմ այդ վիտամինը արդյոք կգա Ամերիկայից, թե ոչ, չնայած Ամերիկայի վիտամինը ինչպես կարող է վալբերիզից գալ, դա բացառվում է։ Գումարած դրան էլի եմ ասում, մի խապնվեք տուփերին ու պիտակներին, տուփը կարա լինի շատ օրիգինալ ձևով, ճիշտ ձևով ներկայացվի, տրվի սպառողին միջինը երբեք չեք իմանա ինչ է, իսկ ինչ վերաբերվում է դեղատներին, ուրեմն հավատացած եղեք, որ ոչ մի դեղատնային ցանց Հայաստանում նման խաբեությամբ չի զբաղվում, այսինքն բերի դատարկ տուփեր մեջը լցնի չգիտես ինչ, նման բան չի կարող լինել, նման բան դուք կգտնեք ԱԶ-ներում, այդ ես հաստատ եմ ասում, որտեղ ես ինքս էլ անհատ ձեռնարկատերերի մոտ աշխատել եմ ցավոք սրտի, դժբախտաբար, բայց ինչևէ դա իր լավ կողմը ունի, փորձ եմ ձեռք բերել, պրակտիկա եմ հավաքել, թե որտեղ են մարդկանց խաբում, որ դառնում են պրոֆեսիոնալ միլիոնատերեր եւ որտեղ ոչ։ Էսի նկատի ունեցեք, ինչ վերաբերում է մնացած այլ ապրանքներին, պատվիրեք օնլայն ինչ ուզում եք, ինչքան ուզում եք եւ երբ ուզում եք, բացառությամբ վիտամինների։ Նորից եմ ասում, դուք կարող եք այս տեսանյութը լսելուց հետո մտնել ու ցանկացած օնլայն հարթակից պատվիրել ենթադրենք օմեգա 3։ Իրավունքը ձերն է, սիրելի հետևորդներ, ես չեմ կարող ոչ ձեզ համոզել, ոչ ստիպել, ոչ էլ ձեր կամքին բռնանալ։ Միակ որոշում կայացնողը դուք եք։ Որովհետև ձեր համար եք գնելու, դուք եք ընդունելու կամ ձեր ընտանիքի որևէ այլ անդամ է ընդունելու կամ ձեր ընկերության, ընկերական շրջապատում, աշխատանքի վայրում, ենթադրենք ինչ որ մեկի համար եք պատվիրելու, նորից որոշողը դուք եք։ Եթե կգտնեք, որ այս տեսանյութը անհեթեթ էր, չտվեց ձեզ ոչ մի արդյունք, չտվեց որևէ ինֆորմացիա, խնդրեմ, կարող եք հենց հիմա մտնել յուրաքանչյուր օնլայն հարթակ, օնլայն խանութ ու պատվիրել ձեր ուզած դեղորայքը կամ վիտամինը։ Իսկ եթե գտնում եք, որ ամեն դեպքում ես ճիշտ եմ ասում, ինձ ճանաչելով գիտեք, որ եթե ես մի բան չիմանամ երբեք չեմ բարձրաձայնի,
կարող եք եւ խուսափել նմանատիպ խաբեություններից։ Ինքս իմ օրինակը նորից բերեմ։ Ես on-line հարթակներով պատվիրում եմ համարյա թե ամեն ինչ, բացի դեղորայք, վիտամին եւ այլն։ Միայն մի կայք կա, որտեղից ես ինքս պատվիրել եմ իհարկե ուրիշ մարդկանց համար վիտամիններ, քանի որ մարդիկ ֆինանսապես չէին տեղավորվում տվյալ պրոդուկտի մեջ, չեմ ասի ինչա, կարևոր չի, եւ ես իրանց խորհուրդ տվեցի, որ իրանք պատվիրեն iHerb-ից։ Հիմա շատեր ովքեր այս տեսանյութը դիտում են, հաստատ iHerb-ի մասին լսած կլինեն։ Հավելվածը կա Google Apple Store-ում եւ Play Market-ում, կարող եք ներբեռնել iHerb-ով հանգիստ կարող եք պատվիրել այն ամենը, ինչ ձեզ հարկավոր է, եթե չեք ուզում գնեք դեղատներից։ Բայց ես ինքս, եթե ինձ նմանատիպ օմեգա 3, վիտամին D եւ այլն այս շարքի որևիցե պրոդուկտ է հարկավոր, ես ինքս գնում եմ միայն դեղատնից։ Դա իմ նատուրան է, ես վարվում եմ այդպես։ Հիմա ոնց կվարվեք դուք, որոշողը դուք եք սիրելի հետևորդներ, ոչ մեկ իրավունք չունի ձեզ ստիպելու կամ համոզելու։ Ես ինչու եմ շեշտում, որովհետեւ մենք ապրում ենք 21-րդ դարում եւ մեր հասարակության մեջ ես շատ կուզեմ, որ մարդկանց գիտակցության մակարդակը փոքր-ինչ բարձրանա։ Ինչքան մարդիկ տեղեկացված լինեն, ոչ թե ամբողջ օրը հետևեն հիմար նորություններին ու նյութերին ու անկապ մեկնաբանություններին, որ Facebook-յան հարթակում ուղակի սնկի նման աճում են։ Ես այդ դրա համար Facebook չեմ մտնում այս վերջերս, որովհետև ինձ ուղակի նյարդայնացնում է այն ամենը, ինչ կատարվում է այդ հարթակում։ Էլ չեմ խոսում տավտոլոգիայի մասին, որ առավոտից իրիկուն լցնում են մարդկանց ականջները եւ ուղեղը։ Խելացի գիտակից մարդը այդ աղբի կողքով անցնում է անտարբեր, իսկ դեգրադացված մարդը, ինչ ասեմ, զոմբիների նման վազում են իրենց հետևից։ Հիմա իմ ասածները հիվանդագին չընդունեք, որևէ անձի կամ որևէ ինչ-որ, չգիտեմ, խանութի կամ կազմակերպության չի վերաբերում։ Ես խոսում եմ գլոբալ մասշտաբով, սիրելի հետևորդներ։ Շատ կարևոր է, որ մեր ժողովրդի մոտ բարձրանա գիտակցական մակարդակը։ Նախ առաջինը ինչա պետք։ Մենք պետքա կրթվենք։ Ես թողարկումը ավարտելով ուզում եմ անպայման այս խոսքերս չընդունեք որպես, չգիտեմ, սխալ չհասկանաք, ես կողմ եմ, որ մարդ անընդհատ պետքա կրթվի։ Ես չեմ ասում, վազենք Հայաստանի բոլոր համալսարանները հերթով ավարտենք։ Ոչ, պետք բարձրագույն կրթությունը, հավատացեք, երբեմն դեր չի խաղում մարդու, ասենք, ներքին կուլտուրայի, մարդու դաստիարակության, մարդու հոգեկան առողջության, այս հենց նմանատիպ ֆակտորների դեպքում ստեղ բարձրագույն կրթությունը բոլորովին կապ չունի, որովհետև ասում կան կրթված անգրագետներ եւ առանց դիպլոմ խելացիներ։ Չգիտեմ իրականում այս խոսքը որտեղից է դուրս եկել, բայց շատ եմ լսել ու նույն հաջողությամբ ասում կան 18 տարեկան գիտնականներ եւ 40 տարեկան հիմարներ։ Հիմա մենք պետքա ինքներս զատենք կեղծիքը իրականությունից։ Իսկ դա զատելու համար մենք նախ առաջինը պետքա ինքներս մեզ կրթենք։ Մենք լինենք կրթված, հետո նոր կրթենք դիմացինին։ Մենք ինքներս լինենք դաստիարակված, հետո նոր փորձենք դաստիարակել դիմացինին, չնայած միայն մենք մեր երեխաներին կարող ենք դաստիարակել, մենք որևէ մեկին դաստիարակելու բնավ իրավունք չունենք։ Սա այսպես։ Ու վերջում էլ ասեմ, որ ինքներս պետքա նախ մենք մեզ համար լինենք լավ խորհրդատու, հետո նոր անցնենք դիմացինին, սկսենք կյանքի խորհուրդներ տալ, կյանքի դասեր տալ։ Ինքներս մենք պետքա փորձենք մեր առանցնել այս դժվար սոցիալական պայմաններում մեր կենցաղը դարձնենք ավելի, ինչ ասեմ, ավելի ճիշտ, ավելի լինենք ըմբռնող, ավելի գնանք այն ամենի հետևից, ինչը մեզ պետքա եւ անհրաժեշտ է, այսինքն աղբով զբաղվելու փոխարեն աղբը նկատի ունեմ այս սոցիալական մեդիա հարթակը, որ գնալով մարդկանց դեգրադացնում է եւ հեռուստատեսությամբ թողարկվող ցուցադրվող անիմաստ, անկապ հաղորդումները եւ էլ չեմ խոսում սերիալների մասին։ Այդ թեման իմ համար կատեգորիկ փակ է։
ասածս ինչն է, կլինի ինտերնետային հարթակ, որտեղից դուք ինչ-որ բան եք պատվիրում, կլինի TV-ով ենթադրենք հեռարձակվող ինչ-որ գովազդ, կամ ենթադրենք YouTube-ում, կամ չգիտեմ Instagram-ում, որևէ այլ հարթակում, Google-ում ինչ-որ գովազդ կտեսնեք, այսինքն ոչ թե տրվեք խաբեությանը, գայթակղիչ առաջարկներին, վառվող ակցիաներին եւ այլն, այլ մի բան, որ լսում եք, կամ տեսնում եք, կամ կարդում եք, մի հատ մտածեք, մի հատ վերլուծեք, խորհուրդ հարցրեք, բայց խորհուրդ չեն հարցնում ամեն պատահած մարդուց, խորհուրդ հարցնում են այն անձից, ով որ ենթադրենք, ասենք մեդիա հարթակին է վերաբերվում, տվյալ մարդը ենթադրենք բլոգեր է, բլոգերությանն է վերաբերվում, հարց եք ուզում տակ, հարցը տակ բլոգերին, խորհուրդ հարցնեք մասնագետից, օրինակ, ես ինքս լինելով դեղագետ, կոսմետոլոգ եւ այլն, ենթադրենք ինձ ինչ-որ իրավաբանական ծառայություն է պետք, կամ ասենք ինչ-որ հարց ես պետք է լուծեմ, ես ինքս բնավորությամբ այդպես եմ, ես հարցնում եմ այն մարդուց, ով որ տեղյակ է, չի կարելի ասենք վազել ամեն ինչ-որ տարբեր հարցերով դիմել հարևանին, որ մեզ հարևանը խորհուրդ է, հարևանը լինելով ասենք, չգիտեմ, դպրոցը ավարտած միջնակարգ կրթություն ունեցող անձնավորություն, որ ընդհանրապես գաղափար չունի, դա ոնց է արվում, ինչի է արվում ու ինչի համար է արվում ասածս ինչն է ժողովուրդ ջան, որ դուք խորհուրդ հարցնեք ճիշտ մարդուց, ուղղորդվեք ճիշտ, մտածեք ճիշտ, որոշեք ճիշտ, իսկ սխալվելու դեպքում էլ, որովհետև ասում չեն սխալվում նրանք, ովքեր ոչինչ չեն անում, սխալվելու դեպքում էլ փորձեք զատել ասենք որտեղ դուք սխալվեցիք, որն էր ճիշտը, ոնց կարելի էր անել, կամ կարելի էր այսպես անել, բայց մենք այսպես արեցինք եւ այլն եւ այսպես շարունակ։ Ես հիմա սենց մի քիչ ուրիշ հարթակի վրա եմ տեղափոխում խոսակցությունը, որ դուք ավելի լավ պատկերացնեք այս ամենի մասին։ Էլի եմ ասում։ Կլինի on-line հարթակով դեղորայք պատվիրել, վիտամին պատվիրել, թե ենթադրենք կլինի ինչ որ YouTube-յան որևէ ալիքով ինչ-որ հաղորդում նայել, նախ դուք պետք է հասկանաք, ինչի համար է դա արվում, որտեղ դուք օգուտ ունեք, թե օգուտ չունեք, որովհետև ես շատ հետևորդներ եմ ունեցել, ովքեր տարբեր խաբեությունների զոհ են դարձել, կապված դեղորայքի եւ այլնի հետ, թե on-line պատվիրելով, թե անհատ դեղատնից գնելով, ինչ որ sense պատմությունների մեջ են ընկել լիցենզիայի հետ կապված, դեղը տարել են, տուփը բացել են, որ ասենք ենթադրենք այդ տուփի մեջ տվյալ կապսուլա պետքա լինի բաց դեղին, հայտնաբերվել է, որ մեջը սպիտակ գույնի դեղահապ, տաբլետկաներ, որ вообще այդ արտադրողի հետ առհասարակ կապ չունի, ու սենց բաներ, սենց լիքը դեպքեր ես կարամ ձեզ ներկայացնեմ, բայց չեմ ուզում շատ խորանամ, իմ կարծիքով ինչ շատ լավ հասկացաք, դուք պատկերացրեցիք ու կանեք հետևություններ ու կգաք ճիշտ եզրահանգման։ Սիրելիներս, կապված on-line հարթակներով դեղորայք պատվիրելու հետ թեման այսօր այսքանն էր։ Եթե կան հարցեր, կան մնացին հարցեր, ինչ-որ հանգամանքներ, դեպքեր, որ ուզում եք քննարկել եւ այլն, կարող եք YouTube-յան հարթակի տվյալ տեսանյութի մեկնաբանությունների բաժնում գրել ձեզ ուզող հարցերը, ես անպայման կհարադառնամ։ Իսկ եթե ինչ-որ այլ բնույթի խորհրդատվություն է ձեզ պետք, մեզ կարող եք դիմել Facebook-յան հարթակով, լինկը կա, ալիքի նկարագրությունների ընդհանուր բնութագրի մեջ է գտնվում, ցանկացած YouTube-ից գլուխ անող մարդուն, որ հարցնեք, ձեզ ցույց կտա, եթե ձևը չեք իմանում։ Այսքանը սիրելի հետևորդներ, մենք փոքրինչ ուշ կհանդիպենք արդեն դեղորայքային տեղեկատու հաղորդաշարի շրջանակներում։ Չմոռանաք, որ պետք է կրթվել, առաջ շարժվել ու չնահանջել։ Իսկ կրթվելուց զատ նաև պետք է պահպանել առողջությունը։ Մի հիվանդացեք, եղեք տեղեկացված եւ միշտ լսեք ճիշտ մարդկանց խորհուրդները։ Ձեզ հետ Գայանեն էր։ Մենք էլի կհանդիպենք։